հայ-առաքելական Սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի վերջին օղակն է եւ այն միանշանակ պիտի բացվի եւ ես համոզված եմ, որ այս հակամարտության մեջ այսպես թե այնպես ցանկացած տարբերակում իշխանությունը հաղթելու է։ Երեկվա տեղի ունեցածը հետեւյալն էր. 10 սրբազաններ ուղիղ հայտ ներկայացրեցին, որ վեհապար Հայրապետը պիտի հեռանա եւ դա ներկայացրեցին իրենց աջակցող ժողովրդի մի հատվածի հետ։ Ժողովրդի մի այլ հատված էլ պաշտպանում էր վեհապար Հայրապետին, դա ասելով ներկայացնելով, որ պաշտպանում են հայ առաքելական եկեղեցին, գուցե իրենք այդպես են մտածում, չգիտեմ, բայց իմ կարծիքով այդտեղ քաղաքական ներկայություն կար եւ կազմակերպվածություն կար։ Հիմա վեհապար Հայրապետը պիտի այդ 10 սրբազանների նամակին պատասխանի։ Ինչ կպատասխանի, դժվարանում եմ ասել, որովհետև ոչինչ բացառել չեմ կարող, եթե ոչ պատասխանի դրանից հետո ինչ տեղի կունենա, ըստ տրամաբանության կբացահայտվեն նորանոր փաստեր, որից մեր ժողովուրդը այդքան էլ երջանիկ չի լինի առաքելական եկեղեցու հավատավորը նույնպես։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։